Հարությունյան, այսօր պատերազմի 5-րդ տարելիցն է, սակայն իշխանության կողմից որևէ կերպ անդրադարձ չի կատարվել այսօր Արցախը մեր է, խնդրում եմ մի փոքր անդրադառնալ։ Իշխանության վերաբերմունքը նոր չի, իրենք արդեն մի քանի տարի է փորձում են մոռացության մատնել մեր նահատակների, հիշատակների օրերը և ես ամսի 2-ին, սեպտեմբերի 2-ին, երբ որ եռաբլուրում էինք, ծնողներից մեկը շատ հուզված ասում էր, որ անգամ չեն բարեհաճում այն պսակները, որ ուղարկում են, պատշաճ կերպով ուղարկեն, այսինքն տաքսիների միջոցով են անում այդ ամեն ինչը, սա վերաբերմունք է, սա խոսում է նրա մասին, որ այս մեր իշխանության կոչվածները որևէ պատասխանատվության զգացում չունեն, այս իշխանությունները ամեն ինչ կրկնում եմ անում են, որպեսզի մոռացության մատնեն մեր հերոս նահատակների փառքի ճանապարհը ուղին, իրենք ամեն ինչ անում են, որ ջնջեն մեր պատմությունը, հիշողությունը, իրենք արշավ են սկսել հայրաքելական Սուրբ եկեղեցու դեմ, իրենք խմբագրում են մեր պատմությունը, իրենք կրկնում եմ անողոք պայքար են սկսել մեր խորհրդանիշների նկատմամբ, մեր ինքնության նկատմամբ, ցեղասպանության զոհերի հիշատակը գիտեք ինչ էլի ինչ խայտառակ մի խոսույթով են հանդես գալիս ասելով, որ պետք է հասկանանք անուն ազգանուններով եւ ինչա տեղի ունեցել, այսինքն սրանք մի խնդիրների մի փունջ են, որ բնորոշում է, բնութագրում է իշխանության ամենաբարձր օղակներում գտնվող մարդկանց տեսակը, էությունը, իրենց գաղափարախոսությունը, արժեհամակարգը եւ միայն ծնկի են գալիս իրենց արդեն ծնկի են գալիս ոչ թե շիրիմների առջև, իդեպ հիշում եք տարիներ առաջ երբ որ ծնկի են գալիս շիրիմների առջև ինչպիսի խոշնանգումների են ենթարկում հերոսացին ծնողներին, հիմա ծնկի են գալիս ԿՊ խմբակցության, չգիտեմ, ԿՊ այդ իրենց համագումարի ժամանակ եւ մոռացել են թե ինչ են արել, ինչ ավիրներ են բերել, մոռացել են, որ մեր հերոս նահատակների ծնողներին են տարել զնդանները, բանտերում այսօր Արան Արուսլամյան անազատության մեջ, Գարիկ Նագալեյան, վերջերս իմացանք էլի մի հերոսացին ծնող են էլի անազատության մեջ պահում, սենց շարունակ եւ անազատության մեջ են պահում ծնողների, որոնք իրենց կարծիքն են արտահայտել, որոնք դեմ են գնացել այս ապիկար դավաճանական իշխանություններին եւ էլ ինչա պետք հասկանալու համար, թե իրենք ինչ վերաբերմունք ունեն, էլ ինչա պետք հասկանալու համար, որ իրենց սեղանին եղել է փաստաթուղթ եւ միջև հիմա չեն հրապարակում այդ փաստաթուղթը եւ ասում էին Արցախը Հայաստանը եւ վերջ մենք սկսում ենք սեփական էջից, սեփական զրոյական կետից նոր պատերազմ, նոր տարածքներ, հետո այսքան արհավիրքներ բերելով խմբագրում են, կրկնում են մեր պատմությունը։ Ամեն ինչ ավելի քան պարզ է, մեր ժողովուրդը հասկացել է ում հետ գործ ունի եւ իրենք այլևս չեն սպասարկում մեր պետության, մեր ժողովրդի շահերը։ Այսօր խոսվում է, որ խաղաղության դարաշրջան ենք մտնում, արդյոք հիմա հավանական է խաղաղություն այն էլ թշնամու հետ։ Հերթական խապկանքն է, հերթական մանիպուլյացիան է, տեսեք, ես մի քանի ամիս առաջ Սյունիքում էի եւ տեսնում էի մտել եմ այդ տները եւ տեսել եմ թե ադրբեջանցիները ինչպես են այդ խաղաղությունը պատկերացնում, ես տեսել եմ այդ կարակված փամփուշտների տեղերը, ես տեսել եմ այդ արկերի տեղերը, ես ինքս էլ այդ կարակոցի ձայները լսել եմ Սյունիքում լինելով, ոչ միայն Սյունիքում, նաև Տավուշում էր տենց, եւ իրենք ինչքան էլ որ ասեն, որ գիտեք ինչ կա, դա թիրախային կարակոցներ չեն եւ այլն, ինչա նշանակում մարդկանց բնակարանների վրա կրակելը եւ երջանիկ պատահականություն ա եղել, որ զոհեր չեն եղել,
վիրավորներ չեն եղել եւ ասել, որ գնում են խաղաղության ճանապարհին, այնինչ Ալիևը գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, խոսում է Հայաստան ադրբեջանցիներին բնակեցնելու մասին, խոսում է հայ ազգի հիվանդ լինելու մասին, ասում թանակը դեռ չչորացած նոր պահանջներ են դնում, նոր ավելի կործանարար զիջումների են գնում, նոր տարածքների հանձնման մասին են խոսում են նրա մասին, որ Հայաստանում դեռ կան ադրբեջանական տարածքներ, որոնք որ պետք է վերադարձվեն Ադրբեջանին, ինչի մասին է խոսքը, որտեղ եք դուք այդտեղ տեսնում խաղաղություն, այդտեղ ինչ կա խաղաղության մասին, հերթական զիջումների են պատրաստում մեզ եւ արդեն բանը հասել է նրան, որ սուվերենությունից, ինքնիշխանությունից խոսող իշխանությունը պատրաստվում է անկախության հռչակագիր սահմանադրություն փոփոխել, որն է դրա խաղաղության գնալու ճանապարհը։ Հիմա Արցախում էլ կրկնում եմ խաղաղ, որտեղ այնտեղ հայ մարդ չկա։ Եթե այդ խաղաղություն իրենք պատկերացնում են Հայաստանի Հանրապետությունում, ես կներեք, ոչ մի հայ մարդ այդ խաղաղությունը չի ուզում։ Եվ պետք չի ամեն անգամ, տեսեք, իրենք պատմությունից սկսած ամեն ինչով էլի, այտենց մի հատ տեղ չկա, այտենց մի հատ սրբություն չկա, որ իրենք չկպնեն։ Այն խոնարհումի եւ հիշատակի օրերը ֆեստիվալներ կազմակերպելով դրանով են գնում խաղաղության, այսինքն որն է, ես ուզում եմ հասկանամ, որն է դրա խաղաղությունը։ Թշնամու պատկերացրած խաղաղությունը դա առանց հայի Հայաստանն է։ Պարոն Դանիելյան, ներողություն, պատերազմից 1 տարի անց 2021 թվականին իշխող քաղաքական ուժի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Դաշնակցությանը մեղադրում էր պատերազմի ժամանակ փողոցներում ակցիաներ անելու համար։ Որտեղ էր 44-օրյա պատերազմի ժամանակ Դաշնակցությունն ու ինչ էր անում։ 44-օրյա պատերազմի ժամանակ Դաշնակցությունը առաջնագծում էր ես եւ իմ ընկերները առաջնագծում մեր հայրենիքի, մեր պետության սահմաններ ենք պաշտպանում Արցախում, գիտեք, որ այդ օրերին ինչքան դաշնակցության կամավորական ջոկատներից ինչքան մենք ընկերներ ենք կորցրել, այսօր էլ ամեն անգամ եռաբլուր գալով խոնարհվելով իրենց շիրիմների, իրենց հիշատակը վառ պահելով, գիտեք ինչ, դա անբարոյականություն է, էլի, անբարոյականություն է, իրենք էլ լավ գիտեն դաշնակցությունը եւ դաշնակցականները որտեղ են եղել, իրենք լավ գիտեն, որ դաշնակցության, չգիտեմ, դաշնակցության կուսակցության վերին օղակներում եղած մարդկանցից սկսած եղել են առաջնագծում Գերագույն մարմնի նախագահը Սիմոնը Սիմոնյանը առաջնագծում ա եղել մեր Երևանի կոմիտեի ուրեմն ներկայացուցիչը Գեգամը Մուշեղյան, որ ցավոք էլի եռաբլուրում ա զոհվել ա եւ բոլոր մեր ընկերները կրկնում եմ ճնշող մեծամասնությունը եղել է առաջնագծում եւ ոչ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ, այլ նաեւ 90-ականներին այսօր նայեք պատմությունը եւ կտեսնեք, թե դաշնակցությունը որտեղ է եղել։ Ընդհանրապես պետք է պատմության դասագրքերը կարդալ, իսկ եթե կարդալ չգիտեն, ուրեմն պետք է ձենները կտրեն, կամ եթե գիտեն, բանով են ասում, դա խեղաթյուրելու նենգա փոխելու նպատակով են ասում, ել ավելի վատ իրենց համար։ Արծրուն Հովանեսյանն էլ է գրառում արել այդ օրերին կամավորական շարժման հասարակական կազմակերպության մասին, որը եթե չեմ սխալվում դաշնակցությունն է, Լյուլիա Սազի դեպքերի հետ կապված այդ մասին ինչ կասեք։ Ես նորից եմ կրկնում մեր ընկերների արյան հերոսաբար կռվելու արդյունքում մենք կարողացել ենք բազմաթիվ հերոսական հաղթանակներ տոնել 90-ական թվականներից մինչև 44-օրյա պատերազմ այդ պայքարը եղել է, որևէ մեկը իր անձը չի խնայել, իրենք կրկնում եմ լկտիաբար ստում են, ես ուզում եմ իմանալ իրենք որտեղ են եղել, իրենք ինչ են արել այս պետության համար, բացի այսքան արհավիրք բերելուց, բացի այսքան դժբախտություն բերելուց, բացի հերոսացին ծնողներին բանտարկելուց, բացի արշավ սկսելուց, բացի տարանջատումներ մտցնելուց, ազգային պարակտում մտցնելուց, Արցախ, Հայաստան այդ ջրբաժանը ստեղծելուց ինչ են արել։ Ու հիմա էլ շարունակում են նույն գործելավոճով, այսօր էլ մոռացության մատնելով, այսօր էլ այս օրերին էլ որևէ մի ծպտուն չհանելով
փորձելով մի բան անել, հաճանալ Էրդողանին, Ալիևին, որպեսզի կարողանան շանս ստանալ վերարտադրվելու։ Իրանց միակ նպատակը դա է։ Իրենք հենց այդ գործով են լծված, որպեսզի կրկնում եմ Էրդողանի հոգին փառավորվի, Ալիևի հոգին փառավորվի եւ կրկնում եմ էլի ես շատ բան կարելի ասած այսօր, բայց ցավոք սրտի չեմ ուզում շատ երկար խոսել, ուզում եմ մեր նորից ու նորից իմ ցավակցությունս հայտնել, իմ խոնարհումը հայտնել բոլոր մեր զոհված եղբայրներին, իրենց ընտանիքներին եւ համբերություն մաղթել, որովհետեւ բացի այն, որ իրենք անդառնալի կորուստներ են ունեցել, հիմա էլ ամեն օր ես տեսնում եմ իրենց տառապանքը, տեսնում եմ Եռաբլուրում, տեսնում եմ իրենց տներում, տեսնում եմ փողոցներում, որովհետեւ այդ պատերազմից հետո, այդքան արհավիրքից հետո, այս ամեն ինչից հետո փոխանակ կրկնում եմ այս հերոս տղաների ամեն մեկը մի հերոսական ճանապարհ է, ամեն մեկին մի ձևով ուշադրություն դարձնեին, մի հատ ֆիլմ նկարեին, մի հատ իրենց օրինակով դաստիարակեին սերունդերին, հակառակ այսօր դպրոցներում ազգայինը, ուրեմն ազգայինի նկատմամբ արշավ է գնում, այսօր դպրոցներում խմբագրում են մեր պատմությունը, այդ օրինակով պիտի սերունդները դաստիարակվեն, սերունդները պիտի դաստիարակվեն այս տղերքի հերոսական փառավոր ուղու ուրեմն պատմություններով, որպեսզի վաղը մյուս օրը անհրաժեշտության դեպքում մենք բոլորս կարողանանք ոտքի կանգնել եւ պաշտպանել մեր հայրենիքը։ Իսկ ասելով, որ այլևս դուք կարող եք երջանիկ ապրել, այլևս կարող եք խաղաղ ապրել, գիտեք, որ այսօր ռազմական բյուջեն են կրճատում $260 միլիոն կրճատում է տեղի ունենում պաշտպանական ոլորտում։ Ամբողջ աշխարհը զինվում է, թշնամի զինվում է, գիտեք, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացնում է։ Իսկ նրանք ասում են դա մեր դեմ չի։ Իսկ Ադրբեջանը վերջին տասնամյակների ընթացքում ում դեմ է պատերազմ մղել Ռուսաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, որի Վրաստանի դեմ է պատերազմ մղել։ Էս ինչ հիմարություն է։ Բայց չէ, այս մարդիկ ռազմական բյուջեն կրճատում են, ֆեստիվալների բյուջեն ավելացնում։ Այս ամեն ինչն է ինչ որ բնութագրում է իշխանությունների իրական դեմքն ու պատկերը։ Շնորհակալ եմ նորից էլի։ Պարոն Դանիելին կներեք եւս մեկ հարց է։ Նաեւ անդրադառնանք նրան, որ վերջերս իշխանությունները մի հայտարարությամբ են հանդես գալի 3-րդ հանրապետության էջը փակել եւ 4-րդ հանրապետությունը հռչակել։ Այս մասին ինչ կասեք։ Այս բարագայում 4-րդ հանրապետության հռչակումը ոչ թե 3-րդ հանրապետության էջն են փակում, իրենք Հայաստանի հանրապետության էջն են ուզում փակել։ Այդ 3-րդ հանրապետությունը, ասում են 3-րդ հանրապետության էջն են ուզում փակել, իրենք Հայաստանի հանրապետության էջն են ուզում փակել, առանց 3-րդի։ Էջ ուզում են փակեն Հայաստանի հանրապետության էջը, ոնց որ փակեցին Արցախի էջը։ Արցախի համար ինչ էին ասում։ Ինչ են ասում Արցախի համար։ Ասում են մի փոքր նշաձողի իջեցրեք, լան կոնսոլիդացիա, դրանից առաջ ասում են Շուշի հադրուտ դեօկուպացիա, անջատում հանուն փրկության, ուրա հիմա Արցախը։ Ումն է Արցախը հիմա։ Ասում են, թե չէին ասում։ Ասում են, չէ։ Հիմա նույնն էլ Հայաստանի հետ է կատարում, ինչ տարբերություն։ Ես կրկնում եմ, ինչա արցախցիների երակներում ուրիշ արյուններ հոսում։ Էթնիկ զտում ցեղասպանությունը մեր քույրերի եղբայրների հետ չի տեղի ունեցել։ Հիմա այդ շիրմաքարերը, որ պղծում են, հիմա որ մեր պատմամշակութային կոթողները ավիրում են, դա ուրիշ մի ազգի պատմամշակութային կոթողներ են, ուրիշ ազգի եկեղեցիներ են, ուրիշ ազգի սրբավայրերն ու գերեզմանակարեր են, խաչքարեր են, հուշարձաններ են, ուրիշ ազգի են, հայ ազգինը չէ։ Ինչը թշնամին փոխվել է, հա, բանը ուրիշ հա, դարել է կիրթ ու կառուցողական իրենց բնութագրմամբ։ Եվ բանը ամեն անգամ ձեռառնելով, ասելով, որ հիվանդ հասարակություն է։ Հիվանդ հասարակություն, այդ են մեզ բնորոշում ադրբեջանցիներ։ Եվ իրենց կրթական ծրագրերում բացեք Ադրբեջանի կրթական ծրագրերը, հայատյացություն, ֆաշիզմ, ասելով, որ ամենալավ հայը դա մեռած հայն է։ Այդ քարոզչությունն է գնում իրենց մոտ։ Դրանից հետո էլ ինչի մասն է խոսքը։ Ինչ ուրիշ բաների մասն է խոսքը էլի։ Ես նորից եմ կրկնում, իրենք ուզում են
Հայաստանը դարձնել մի անողնաշար երկիր, լավագույն դեպքում անողնաշար երկիր, որը ունի խորհրդանիշներ, ունի պատմություն, ունի անցյալ, ունի ազգային գաղափարախոսություն, ունի հերոսներ, ունի եկեղեցի, ունի ինքնություն, ունի տեսակ, ոչ մի բան չունի, սպասարկող անձնակազմ, լավագույն դեպքում Հայաստանը հայ ժողովրդին դարձնել սպասարկող անձնակազմ թուրք-ադրբեջանական տանդեմի համար։ Այդ է իրենց նպատակը։ Ուրիշ բան ես չեմ կարողանում պատկերացնել, որովհետև իրենք գնում են այդ ճանապարհով։ Սա մի դրվագ չի, մեկ հարց չի, սա ասենց բազմաթիվ իրենց, այսպես ասած, հստակ, իրենք կրկնում եմ, հստակ իրենց արժև այդ խնդիրը դրել են։ Ու այդ խնդիրը հետևողականորեն ցավոք սրտի մինչև այս պահը այդ խնդիրը հետևողականորեն իրացնում են պատար անելով մեր տարածքներից տալով, գիտեք որ նորից եմ կրկնում, խոսում ա նրա մասին, նոր զիջումների մասին եւ սա է պատկերացրած 4-րդ հանրապետությունը։ Դուք այս խղճուկ վիճակում եք պատկերացրել Հայաստանի Հանրապետությունը։ Մենք ենք պատկերացրել Հայաստանի Հանրապետությունը։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։ Շնորհակալ եմ։